Սկսենք մեր խոսակցությունը ձեր աշխատանքներից կապված ջրի մաքրման հետ։ Եթե ես որքան գիտեմ, դուք ունեք բավականին հետաքրքիր ջրի զտման կամ ջրի մաքրման համակարգ, որը որ լավագույններից մեկն է աշխարհում։ Մի փոքր պատմեք դրա մասին։ Ուրեմն միջ սրան անդրադառնալը ես եղել եմ Բելգիայում, առաջարկել եմ Բելգիայի կառավարությանը, որպես իրենց ծորակի ջուրը, որը չեն խմում։ Ես մաքրեցի, տվեցի, իրենք տարան ստուգեցին, 10 օր հետո ինձ կանչեցին ու ասացին, որ մենք փորձեցինք ստանալ նմանատիպ ջուր, բայց մեր վրա շատ թանկ նստեց դա, մոտ 10 եվրո 1 լիտրը։ Բայց դուք ասում եք, որ 1 եվրոյով կարող եք հազարավոր տոննաներով արտադրել։ Ասի այո, դուք ճիշտ եք։ Հիմա ասում եմ, դուք մենք կներկայացնենք ձեր աշխատանքը։ Դուք տենդերը կշահեք, այնտեղ մեծ գումարների մասին էր խոսակցությունը, չեմ ուզում անդրադառնալ, բայց դուք պարտավոր եք բացել նոու-խաուն։ Այդ ինչպես է լինում, որ մենք չենք կարողանում այդ ջուրը ստանալ ձեր ասած գնով, բայց դուք ստանում եք։ Մենք էլ պարտավորվում ենք 20 տարի ձեր գաղտնիքը պահել։ Բնականաբար ես համաձայնվեցի, որտեղ ինձ այնտեղ ֆինանսավորողներ կային, եւ տեղի հարցով եւ բոլոր հարցերում։ Մի խոսքով համաձայնեցվեց վերադարձա Երևան, Հայաստան։ Փորձեցի ուրիշ կերպ մոտենալ հարցին։ Վերցրեցինք Մեղրի Արաքս գետի ջուրը, որը հոսում է երևի կեսը գնում է Թուրքիա։ Պարոն Մելիքյան, որևէ փորձ արել եք Հայաստանում ձեր զտիչ սարքավորումները օգտագործելու համար։ Զտիչ սարքավորումները ես օգտագործում եմ իմ բրենդի կոնյակի, կոնյակ չի կարելի համարել, որտեղ խաղողի չի, մրգային ծիրանի բրենդի է, որը իր անալոգը չունի, համաշխարհային մակարդակով չունի։ Եթե որևիցե մեկը ասի, որ կարող եմ այդ մակարդակի հողի պատրաստել կամ այդ մակարդակի բրենդի պատրաստեմ, ուրեմն իմ արած է բանի։ Այսինքն դուք ունեք փոքր արտադրություն, որտեղ արտադրում եք այդ բրենդին, եւ ինչ սպառվում է դա։ Միտեղ տվել եմ, ուղղակի աշնորհք մարդիկ են։ 50% ավել ինչ-որ բան են դրել, որը գինը բարձրացնում են, բոլորին հայտնի հիվանդություն է։ Չէ, ես նկատի ունեի որևէ նախագիծ, որ կարելի է Հայաստանում անել։ Նախագիծ ես կառաջարկեի, որ այդ ջրի արտադրությունը կազմակերպվեր, Արաքսից մենք կարողանանք Արաքսի ջուրը դե որոշենք ինչ քանակությամբ, որպես խմելու ջուր տանք Պարսկաստանին։ Այսինքն դուք հենց Մեղրիում եք ուզում դա անել, որպեսզի միանգամից եւ ձեր զտիչը կարող է դա այնպես անել, որ այսպես խողովակներով մեծ քանակությամբ ջուր հոսի։ Ես ունեմ երկու տեսակի ջուր, որ կարող ենք միանշանակ միանգամից մաքրել ուղարկել եւ կարող ենք հարստացնել համապատասխան բնական կոմպոնենտներով, ոսվելաթթվով, սելենով, կարալով եւ այլն մի խոսքով։ Մրջնաթթվով, որը արդեն դա գնում է բուժական։ Իսկ չեք մտածել այդպիսի փոքր արտադրություն դնեք հենց ջրի Ես ունեմ մի հատ փոքրիկ արտադրություն ունեի, տանը ես ցույց տվեցի կարծեմ, սա իմ հրաշքի ջուր։ Բայց երբևէ ես չեմ տեսել խանութներում։ Ես չեմ տվել խանութներում։ Չեմ ուղղակի ինձ համար բան եմ արել իմ մոդիկ հարազատ ընկերներին, բաժանել եմ, տվել եմ, ասել եմ, խմեք իմացեք ջուրն ինչ բան է։ Մաքուր, զտված, քլոր հանած, կարող ես պայել, փակ վիճակում կարող ես տարիներով պայել։ Դա Երևանում օրինակ բիզնես կա մաքուր ջրի, որ տարբեր հիմնարկներ տանում են այդ մեծ շշերով ստած ջուր են վաճառում։ Աստված իրանց հետ ինչ ասեմ։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, որ կա միջավայր, որտեղ դա կարելի է այդ ջուրը առաջ տանել։ Իհարկե կարելի է բաժանել բոլոր հիվանդանոցներին, տալ այդ ջուրը խմելու, ոչ թե ասենք դնում են բալոնը, այնտեղ ինչ որ, չգիտեմ ինչ էլեկտրոլիզ են անում, ինչ են անում, իրենք գիտեն։ Սա լուրջ աշխատանք է եւ շատ լուրջ։ Այնտեղ կլինեն միկրոբներ ջրի մեջ, այնտեղ կլինի քլոր, այնտեղ կարող են լինել ծանր մետաղներ, բոլորը պետք է հանվի։ Իմ տեղեկություններով դուք զբաղվում եք նաեւ մարդկանց բուժելով ձեր մեթոդներով։
եւ ես լսել եմ, որ դուք զբաղվում եք հենց շաքարային դիաբետով։ Որքանով է արդյունավետ ձեր մեթոդները եւ ձեր Ես մասնագիտությամբ, ինչպես իմացաք, ես բժիշկ չեմ, բայց երևի Հիպոկրատի երթումից իմ վրա ավելի շատ ազդում, քան ոչ բոլոր բժիշկների, ոչ բոլորի մասին խոսքը, կան լավ բժիշկներ։ ինչ նկատի ունեք։ Շաքարային դիաբետով հիվանդը, նորից եմ կրկնում։ Ենթաստամոքսային գեղձի, լանգերասյան կղզյակի բետա բջիջը, որ արտադրում է ինսուլին, ընդհանրապես կապ չունի շաքարային դիաբետի հետ։ Շաքարային դիաբետը, եթե դա ժառանգականությամբ պետք է գենետիկայի կենտրոնը դա իր եզրակացությունը, որ սա ժառանգաբար անցել, թե սա ձեռքբերով է։ Կարևոր չի իհարկե, թե ժառանգաբարը թե ձեռքբերով է։ Միանշանակ կարող են երկուսն էլ օգտվել, եւ ժառանգական Այսինքն դուք երկուսն էլ կարող եք բուժել, ճիշտ եմ առաջի տիպի եւ երկրորդ տիպի կրկնում եմ, դա մի քիչ շատ լավ, եւ ինչպես որն է ձեր մեթոդի առանձնահատկությունը՝ ի տարբերություն պաշտոնական չեմ վնասում երիկամներին, այդ հիվանդը չի գնա դիալեզի, այսինքն երիկամային անբավարարություն չի լինի, չի գնա ստենդավորման սրտի, որտեղ նմանատիպ հիվանդները միշտ խնդրեմ են ունենում սրտի հետ, չի սկսի գանգրենա, փտախտ եւ չի կուրանա։ Ինչու դուք կարողանում եք բուժել, ինչպես եք բուժում։ Ամիդովլատը ինչպես էր բուժում, հերացին ինչպես էր բուժում, ավեցինան ինչպես էր բուժում, մեծ էլ եմ բուժում։ Ակնարկում եք, որ դուք բուժում եք ոչ թե հետևանք, այլ պատճառը։ Միանշանակ։ Պատճառն է ծնում հետևանք, հետևանքը պատճառ չի կարող ծնել։ Ինչպես ասենք օրինակ քաղցկեղով հիվանդները։ Քաղցկեղն է զարմանում, թե քաղցկեղ հիվանդություն գոյություն ունի թե չունի։ Մենք գործ ունենք ավելի լուրջ հիվանդության հետ։ Ես գտնում եմ, որ դա տրիխամոնոդային միասեռ մակաբույծ, տրիխամոնոդային սնկային վիրուս է։ Չկա քաղցկեղ հիվանդություն։ Եվ դա ավելի լուրջ է, քան իրենց պատկերացրած կոնցերագեն բջիջներ, բիոպսիա անենք, տանենք գցենք ֆարմալինի մեջ, ֆարմալինով որոշենք սա չարորական բարորակը, որ դու այդքան անում ես։ Այդ ինչի արյան pH-ը չես վերցնում։ Արյան pH-ը մարդու նորմալ պետք է լինի թույլ հիմնային։ Թթվային միջավայրում ինչ բուժում ուզում ես դու արա, դու քիմիոթերապիա, ճառագայթում վիրահատություն չի լինի, հնարավոր չի դա։ Չի լինի։ Արունը դու բեր թույլ հիմնային միջավայր։ Իսկ ինչպես կարելի է արունը փոփոխել։ Դա արդեն հարցի ուրիշ կողմն է։ Դու անեն էլ ինչ չեն անում։ Իսկ կարելի է ձեր ակնարկից հասկանալ, որ դուք դա անում եք։ Ուրեմն եթե չեմ անում, այդ դեպքում ես 3 հոգի հիվանդ չունեմ, ոչ թե 13, ոչ թե 23, եւ բոլորը օնկոհիվանդները անցել են այդ ճանապարհը։ Քիմիոթերապիայի, որոշ մասը ճառագայթման, ունեն ոսկրային մետաստազներ, բայց մետաստազների պատասխանով է տալիս։ Սկզբից հիվանդին ասում ենք, զակը վիրահատենք, վիրահատությունից հետո քիմիոթերապիան կստանաս, քիմիոթերապիայից հետո ճառագայթումն էլ կտանք ու ապա կարող է գնալ։ Վերջում որ տեսնում են արդեն էլ ոչ մի բան հիվանդը ավելի վատացավ վիճակը, դե ասում եմ գիտեք իշկա մենք որքան կարողացանք ձեզ օգնեցինք։ Սրանից ավել բան անել չեն կարող։ Հիվանդին թողնում են իր դարձից հավետ, նշանակում են ցավազրկողը մինչև հիվանդը։ Իսկ դուք ինչ եք անում, ներողություն։ Ուռուցքը դա հետևանքա պատճառ չի։ Ուռուցքը հեռացնելով նախ թող ոչ մի խիրուրգ չասի որ ուրեմն վիրաբույժ որ ուռուցքը հեռացնելուց հետո այդ ուռուցքը ռեցիդիվ չի տալու։ Չկա նման բան։ Այդ ուռուցքը ռեցիդիվ է տալու։ Որովհետև պատճառը վերացված չի։ Պատճառը վերացված չի։ Օրինակ էլեմենտար բան։ Գնում է հիվանդը, վերցնենք մեր քույրերին, մեր մայրերին, մեր կանանց։ Միոմա։ Արգանդի վզիկի ուռուցք։ Էրոզիա կամ կիստա։ Նու արգանդի վզիկի ուռուցքի վրա ֆիքսվենք։ Այնտեղից բարձրանում է լիարդով, բարձրանում է երիկամով, թոք, վահանաձև գեղձ, ուղեղում ենք հիվանդին կորցնում ենք։ Միոմայի դեպքում, արգանդի վզիկի ուռուցքի դեպքում հեռացնում են ամբողջ ներքին օրգանները կամ ներարկում են դեղորայք, որպեսզի դատարի դաշտանային ցիկլը։ Հետագայում մենք ունենում ենք այսպեսի մի պատկեր։ Օստրեպարոս։ Այն դաշտանային ցիկլը, որ պետք է տեսներ, չի տեսնում։ Ուրա գնում այդ արունը, ուրա գնում։ Ամբողջ ոսկրային համակարգ, ամբողջ էնդոկրին համակարգ։ Եվ ունենում ենք այն ինչ որ ունենք։ Ես դեմ եմ բոլոր կարգի բաներին։ Թող եթե չեն լսել, թող լսեն։ Ռուսաստանի գլխավոր օնկոլոգի արած պաշտոնական հայտարարությունը, որ նմանատիպ հիվանդերին հակացուցված է վիրահատություն, քիմիոթերապիա, ճառագայթում,
Թող բժիշկը ինքը որոշի, ինչպիսի ցիտոստատիկներով է պատկերացնում բուժումը, բացի իմ նշած երեքից։ Եթե չեն լսել, թող լսեն։ Բարի լինի ինձ։ Դուք երբևէ փորձել եք ձեր այս մտքերը կիսել պաշտոնական բժշկության ներկայացուցիչների հետ, ինչ որ բան անել, որպեսզի սա ներդրվի մեր հիվանդանոցներում։ Մեր հիվանդանոցներում ես առաջարկեցի, ես ազգանուններ չեմ տա, որովհետև այդ մարդիկ իմ աշխատում են։ Որպեսզի հիվանդանոցներից մեկում դրվեր, մենք ունենք մի հատ պլազմոֆորեզ ունենք, ուրիշ բան չունենք, մեկ էլ դիալեզի ապարատներ, որ գեմոսորբցիա արվեր, լիմֆատիկ հանգույցները, լիմֆան մաքրվեր, լիմֆոսորբցիա արվեր, լիկվորոսորբցիա արվեր, ողնուղեղի գյուտը մաքրվեր, լիկվորը մաքրվեր, բակտերիոֆագ, մակրոֆագ, գիտական ինստիտուտ ունենք, թող գիտնականների անխնդիր ասեն, այ դուք զբաղվեք այսօր ուկրաինյան բակտերիոֆագերով, մակրոֆագերով զարմացնում է մարդկանց։ Իսկ մենք չունենք դա։ Թող նստեին գիտնականները, բիոքիմիկները, մասնագետները պատրաստ էին։ Այդ դրանից հետո տանք բակտերիոֆագերը, մակրոֆագերը հիվանդներին չենք տալիս, չենք անում։ Մենք այսօր ընկած ենք, չեմ ուզում ասենք վարկաբեկել մեր բժշկության։ Հիպոկրատը մոռացած մարդկանց հետ գործ ունենք մենք։ Մի վնասիրը այդ մարդկանց չի վերաբերում։ Եվ փաստորեն ձեզ մերժել են հիվանդանոցներում տեղադրել այդպիսի։ Ես Մինասյանի մոտ եղա, Մինասյանը ասեց հնարավոր չի։ Խոսքը նորքի ասեց ստացվում է այսպես, ես պետք է երկու հատ պահակ պահեմ, մի հատ հաշվապահ պահեմ, մի հատ քարտուղարուհի պահեմ, տրավմատոլոգիայի բաժինը ջարդվել փշվել է, գիպս են գրել, բան եւ այլն, լաբորատորիան, ու այս մնացած իմ լեզվի գործից ազատ եմ, բասրանք ուր գնան աշխատեն։ ձեր մեթոդը այդպիսի էֆեկտիվություն կարող է տալ։ Դա աշխարհին հայտնի բան է, ես տխոմ նոր բան չմցրեցի։ Լենինգրադի Վայնեմեսկի ակադեմիան զբաղվում են դրանով։ Ես այդ ֆիլտրները բերել եմ տվել չերես կաբզոն։ Այդ փորձը մենք արել ենք նարկոմանի վրա, արել ենք ինսուլտ տարած մարդու վրա։ Իսկ մեկ պրոցեդուրայից հետո ինսուլտ տարած մարդը վեկացավ քայլեց, նստավ մեքենան խոտ տվեց գնաց։ Այդ ոնց հասկանաք։ Կամ դուք նշանակում եք ստենդավորում եք հիվանդին։ Նախ չիմանալով ես ինչի համար է այդ մարդու սրտի ետին պատ, միջնապատ, դիմացի պատ, սնուցում չի ստանում։ Դուք սոնոգրաֆի արել եք, տեսել եք այդ մարդու սիրտը իր օսից թեքված է։ Մենք ծնվել ենք 1.5 սանտիմետր թեքությամբ։ Այդպես ծնվել ենք մենք։ Երբ որ մի փոքրիկ ավելի է թեքվում, սրտի անոթները լվացքի պարանի նման կախվում են, շային ու հրայնել, դանակները ձեռքերը ման են գալիս, նայում են, դες որտեղ է ծալվեն, դեղը ստենդավորում են։ Դու սիրտը բեր տեղը, սիրտը։ Իմ ասածները իրանց համար չինարեն է, 10 օրվա ընթացքում կարելի է սիրտը բերել տեղը։ Ցանկացած երիկամ, դա կլինի բուգրիստի, վալնիստի, սմորշինի, կարելի է բերել իր չափերին, բայց դա դեռ չի նշանակում, որ բերեցինք իր չափերի դիալեզի չի գնալու։ Այստեղ մենք գործ ունենք։ Դիալեզի ապարատը վերջապես Իրանից ինչ է ներկայացնում։ Արհեստական լիարդ։ Լիարդը պետք է մաքրել արունը, մաքուր արուն ուղարկեր։ Երիկամ չի ուղարկում, լիարդը վնասված է։ Եվ նույն ձևով դուք ունեք նաև քաղցկեղի դեմ ինչ որ բուժումներ։ Մի քիչ պատմեք ձեր բուժումների տրամաբանությունը որն է, ինչպես եք դուք բուժում մարդկանց։ Ուրեմն կենսաբանական ակտիվ նյութեր են, ցանկացած վիրուսի նկատմամբ, ցանկացած վիրուսի։ Դա կլինի ընդդուք միջև կոբրայի, գյուրզայի կծածի դեմ եւ որոշակի, ասենք, բնական հումք, որը խառնվում է հակաթույնի հետ եւ օգտագործվում է որպես կոնցերագեն բջիջի ոչնչացնելու, օնկոմարկերները նորմալացնելու, արյան pH-ը նորմալացնելու եւ մարդու իմունիտետը բարձրացնելու համար։ Ինչ կասեք կորոնավիրուսի մասին։ Հիմա ամբողջ աշխարհը փաստորեն Կորոնավիրուսը դա արեստացին վիրուս է, ստեղծված արեստացին վիրուս է։ Եվ իմիգվա ես զարմանամ, թե վերջապես մենք ինչ ենք ուզում, ընդհանրապես ես չեմ հասկանում, այս խոճապը ումն է պետք է խոճապը, ինչի համար։ Ես պատրաստ եմ նորից եմ կրկնում, ես ասել եմ ու ել եմ ասում։ Պատրաստ եմ մտնեմ հիվանդասենյակ, ինձ 3 օր թողեք հիվանդների հետ մի քանի 3 օր հետո տեսնենք այդ հիվանդների վիճակը ինչ անում։ Ձեր հսկողությամբ նայեք, դրեք կամերաներով նայեք, տեսեք։ Այսինքն ձեր ասածից ես ենթադրում եմ, որ դուք ասում եք, որ դուք կարող եք բուժել կորոնավիրուսը նույնիսկ վատ, այո, ամենավատ ստադիայում։ Բացի դրանից, ունենք կանխարգելիչ միջոց, օրինակ ես դա ընդունում եմ, որտեղ ուզում եք ես կարող եմ մտնել դուրս գալ։ Ես այդ վիրուսը չեմ վերցնի։
չեմ ընդունի։ Որովհետև դա պատվաստում է, դա ինչ է ներկայացնում։ Երկուսն էլ կա։ Եվ պատվաստումը կա։ Ամերիկայում ես ուղարկել եմ, Ամերիկայում ես հիվանդներ ունեմ։ Դրանք ես ասել եմ ամեն տեղ կարող եք մտնել։ Եթե դուք հիվանդացած եք, ուրեմն իմ ստեղծած է բանի պետք չի։ Ռուսաստանում էլ ունեմ։ Եվրոպայում էլ ունեմ։ Այս մի քանի մասին են խոսք ամիսների։ Ասում եմ դուք արխանքն եք։ Մոսկվայից մեկը զանգ տալիս, ասում է մեր ընտանիքի անդամները բոլորը հիվանդացան արբուխով, բացի ինձանից։ Դուք ինչ որ ձևով կառավարությանը, պարետին, պարետատանը տեղյակ պահել եք, որ դուք ունեք նման հնարավորություն։ Առողջապահության նախարարությունը ինձանից պահանջում է կլինիկական փորձարկումներ։ Այդ որ դուք հիմա Ռուսաստանից ու Չինաստանից ինչ որ հաբեր եք ստանում, դրանք կլինիկական փորձարկումներ գնացին այս կար ժամանակամիջոցում, հա։ Կլինիկական փորձարկումների համար ժամանակ է պետք, ամիսներ։ Եվ մեկ երկրորդը ասում եմ դու բանը, քանի որ դա դեղ չի ճանաչվում, դուք պետքա դիմեք գյուղնախարարությանը։ Այսինքն կորոնավիրուսով պետքա զբաղվի ոչ թե առողջապահության նախարարությունը, այլ գյուղնախարարությունը։ Տրամաբանությունը։ Ես հույս ունեմ, որ կառավարությունից համապատասխան մարմիններից կդիտեն այս հաղորդումը եւ կփորձեն կապվել։ Խոճապ բարձրացնել պետք չի։ Բայց մարդիկ, որ այդպես հիմա որ հիվանդը մահանում է, ասում ենք բանը կորոնավիրուսից մահացավ։ H1 N1 հիվանդն էլ մահանում, ասում ենք կորոնավիրուսից մահացավ։ Բայց դրա դեմ ինչ եք արել։ Մի բան արել եք H1 N1-ի դեմ մի բան արել եք։ Շատ լավ, իմ հարցը հետեւյալն էր, որ հաղորդումը դիտելու են հազարավոր մարդիկ։ Շատ շատերը կցանկանան երևի կապ հաստատել ձեզ հետ, որպեսզի Եթե իմ օգնության կարիքը զգա տվյալ մարդը, որը չի ուզում հիվանդանա կամ հիվանդա, ես պատրաստ եմ օգնել։ Շատ լավ։ Իսկ մինչև անվարձահատություն։ Իսկ մեր առողջապահության նախարարության պատասխանատուները, եթե անգամ չեն հավատում, որ դուք ճիշտ եք ասում։ Նախարարը։ Նախարարը իհարկե։ Բայց եթե անգամ չեն հավատում, որ սա իրականություն է, նրանք պարտավոր են սա ստուգել։ Բայց ինչի համար եմ ասում, դու այդքան միջոցներ ունեք։ Վիրուսկոպ, խրոմատոգրաֆիա, սպեկտրալ անալիզ, բիոռեզոնանսային հետազոտություն, այդքան է որ ես գիտեմ։ Կարող ավելի լավ միջոցներ կան ստուգելու։ Ստուգեք, տեսեք, ասեք, այ ինգեր, սա եմ չի։